Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց Ալիևը չի համաձայնվում։ Եթե Հայաստանը զիջումների է գնացել երկու կետի հետ կապված եւ համաձայնություն է տվել, ինչու չեն համաձայնվում ադրբեջանական կողմում։ Դա լուրջ խնդրեմ է ընդհանրապես բանակցող կողմի համար։ Եթե համաձայնեցված փաստաթուղթ կա, անկախ նրանից դա մեր կարծիքով մեր համար շահավետ է թե շահավետ չի, բայց կողմը իր առաջարկած պայմաններից երբ որ հետ է կանգնում, դա արդեն մեր համար դա հաղթանակ է, դա հաջողություն է։ Դա հաջողություն է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք հաջողություն։ Ինչի ո՞րն է դրա հաջողությունը։ Ինչպես հայ-թուրքական հաշտեցումը այդ ժնևյան կոչված շվեյցարական, հիշում եք, մենք էլի համաձայն էինք հաշտեցման, թուրքական կողմը հրաժարվեց։ Այսինքն թուրքական կողմը հաշտեցում չէր ուզում, ադրբեջանական կողմը խաղաղություն չի ուզում։ Այդ դա է նշանակում, ադրբեջանական կողմը խաղաղություն չի ուզում, բարի դրացիություն չի ուզում, իրավունք չի ճանաչում։ Ինքը իրեն խուլիգանի կարգավիճակ է տալիս, քաղաքական խուլիգանություն է դա, համաձայնեցված փաստաթղթի տակ չստորագրել, մանավանդ մենք չենք հավանում այդ փաստաթուղթը, մենք չենք հավանում, մենք համարում ենք, որ զիջումների ենք գնացել, հիմա պարզվում է, որ նրանք արժանի գործընկեր չեն, համարժեք գործընկեր չեն, դա մեզ համար հաջողություն է։ Լավ է, որ մենք չենք հրաժարվող։ Ինչ կանխվեց այդ փաստաթղթին համաձայնություն տալով։ Կարող եմ ասել, որ մեծ հաշվով ոչինչ էլ չի կանխվել, որևէ փաստաթուղթ չի կարող ապահովել մեր անվտանգությունը, փաստաթուղթը ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, ուրիշ բանն է ապահովում խաղաղությունը։ Լավ բանակը, քաղաքական ռեսուրսը, դիվանագիտական ռեսուրսը, միջազգային հարաբերությունները, դաշնակիցների առկայությունը ապահովում է խաղաղություն եւ անվտանգություն։ Այսինքն, եթե մենք կարծում ենք, որ թուղթը ստորագրվեց ու այդ թուղթը մեր անվտանգությունը ապահովելու է, դա միամտություն է։ Միամտություն է դա։ Չէ, որ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել թեկուզ զիջումների գնալով, ըստ էության հավանական ռազմական ինչ-որ գործընթաց կասեցվեց դրանով, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ միայն Հայաստանի դիրքորոշումն է պատճառ մարտական գործողությունների, պատերազմի կամ խաղաղության, միայն մենք չենք, այս աշխարհում մենք միայնակ չենք։ Եվ ես կարծում եմ, որ հիմա այդ զինադադարը կամ համեմատաբար կամ այդ խաղաղությունը հանգամանքների բերումով է։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որի հետևանքով խաղաղություն է կամ զինադադար է։ Թղթի վրա հատուկ ուշադրություն չարժե դարձնել, բայց եթե մենք հնարավորություն ունենանք, բավարար ռեսուրսներ ունենանք, մենք կարող ենք դա օգտագործել։ Այ նրանց պատժելու ժամանակ, երբ որ նրանց պատժել ուզենան մեր դաշնակիցները կամ նրանց հակառակորդները, եթե ուզենան նրանց պատժել, կհիշեն այս վարկաբեկող հանգամանքը, որ համաձայնեցված փաստաթղթից հրաժարվեցին։ Ես կարծում եմ, որ եթե մենք այդպիսի հնարավորություն ունենանք, սա կօգտագործենք։ Եթե որևէ մեկը այդպիսի հնարավորություն ունենա եւ առիթ ներկայանա, սա հարմար Այսինքն այս իշխանությունը կան ձախողակ է, որ նույնիսկ զիջումներով փաստաթուղթ չի կարող հասնել նրան, որ զիջումների գնով գրված փաստաթուղթը ստորագրվի։ Դուք պատկերացրեք, որ փաստորեն մեր իշխանությունները այդքան էլ ձախողակ չեն։ Դրանք մերկացրեցին հակառակորդին։ Մերկացրեցին։ Նրանց
անհամարժեքությունը բացահայտեցին, այն մատնացույց արեցին մեր գործընկերոջը, որ գործընկեր չի։ Այ դա ստացվում է, որ այն ինչ որ մենք համարում ենք ձախողակություն, զիջում, կապիտուլյացիա, ես չգիտեմ ինչ, պարզվեց, որ այդպես չի։ Ես համարում եմ, որ դա մեր ակտիվում հարկավոր է գրանցել որպես հաջողություն։ Բացահայտման իմաստով, նախապայման որպես, այսուհետև մենք ամեն անգամ բանակցելու ժամանակ պետք է ասենք նախապայման է պետք, որ դուք վստահելի գործընկեր չեք, դուք վստահելի բանակցող չեք։ Տեսեք դա ապացուցվեց, դրանք վստահելի չեն, անվստահելի գործընկերոջ հետ մենք գործ ունենք։ Երբ տեսավ աշխարհը հետո։ Հենց որ հարմար առիթ լինի, դա կօգտագործվի։ Մեր գործընկերները, մեր դաշնակիցները կամ չեզոք երկրները, հետաքրքրասեր երկրների համար մենք ապացուցեցինք, որ մենք պատրաստ ենք խաղաղության, կայունության, համագործակցության, մեր երկիրը պատրաստ է։ Բայց մեր հարևանը դրան պատրաստ չի։ Ուրեմն մենք իրավունք ունենք սպառազինություն հայթայթելու, մենք իրավունք ունենք դաշնակիցների հետ լուրջ հարաբերություններ ունենալու, մենք այդ իրավունքն ենք ստանում։ Մենք ինքնապաշտպանվելու անհրաժեշտություն կա։ Մենք պետք է զգոն լինենք, աշխարհին մենք պետք չի, որ հիմա ապացուցենք, ներկայացնենք, ասենք, գիտեք ինչ, մեր հարևանը անվստահել է։ Ինքը հայտարարում է հարևանը, որ ինքն անվստահելի հարևան է, ու մենք իրավունք ունենք լուրջ ջանքեր թափելու ինքնապաշտպանության համար։ Բայց արդյունքում խաղաղության չենք հասնում։ Խաղաղություն էլ ոնց է լինում, որ չենք կռվում, մենա խաղաղություն է, էլի, այսինքն թուղթ չունենք խաղաղության մասին։ Շատ լավ կլիներ, եթե փաստաթուղթ էլ լիներ։ Այո, շատ լավ կլիներ, եթե փաստաթղթավորվեր մեր բարեդրացական հարաբերությունները։ Բայց ուրեմն մենք իմանանք, մենք պետք է իմանանք, ահազանգ, մենք ահազանգ ստացանք, որ մեր գործընկերը կոլեգա բանակցային հետին մտքեր ունի եւ չի թաքցնում իր հետին մտքերը, այսինքն այնքան էլ հետին չեն, նա պատրաստվում է պատերազմի, որը մենք էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որպեսզի նա չհամարձակվի։ Պարոն Արշակյան, հիմա երբ ունենք այնպիսի իրավիճակ, որ նախագծի 17 կետերը համաձայնեցված են, բայց Ադրբեջանը հայտարարում է սահմանային լարվածության մասին մեղադրանքներ է ուղղում Հայաստանի նկատմամբ, սա ուր է տանում։ Մեզ տանում է ավելի լուրջ զբաղվել մեր անվտանգությունով։ Մեր անվտանգության համակարգը դեռևս բավարար չի։ Դա նաև այս փաստաթուղթը չստորագրելու որոշումը Ադրբեջանի ցույց է տալիս, որ մենք բավարար չափով պաշտպանված չենք։ Նա չպետք է համարձակվեր խուսափել խաղաղության փաստաթղթից, խաղաղությունը հաստատող փաստաթղթից, ուրեմն խուսափումը նշանակում է ինքնավստահ է։ Այդ ինքնավստահության պատճառը մեր որոշ իմաստով պատերազմի պատրաստ չլինելն է։ Մենք չունենք, մենք այսպես ասած ինչ-որ չափով կողմնորոշված չենք դաշնակիցների հարցում, սպառազինության հարցում, շատ հարցեր կան, կրթության հարցում մեր բանակը չի համալրվում կիրթ բանիմաց աշխուժ անձնակազմով, որտեղ մեր շրջանավարտները բավարար գիտելիքներ չունեն։ Մենք նույնիսկ հիմա շատ հասարակ բան է դա, աշխարհի շատ երկրներում ընդունված է, աղջիկների բանակ չենք տանում, թեկուզ 6 ամսով, 3 ամսով։
Դե հիմա բան են անում էլի, ներդրել են արդեն այդ համակարգը, որ աղջիկներն էլ կամավորության սկզբունքով գնան ծառայության։ Կամավորության չէ, պարտադրի մասի, պարտադրի ծառայության, այն օժիտի մեջ պետք է լինի զինվորական գրքույկ, որ աղջիկը 3 ամիս ծառայել է։ Նա ինքնապաշտպանության տարրական գիտելիքներ ունի, հարցնացուն, այդ զինվորական գրքույկը դա հարցնացուի օժիտի մեջ պետք է լինի, որ պատրաստ է աղջիկը կարող է ինքնապաշտպանվել։ Նո, տեսեք, օրինակ մենոնք պետք է դա անեն, դա անհրաժեշտ է, դրա կարիքը կա։ Մերոնք չեն անում սպայի պաշտոնը հատուկ հարգանքի արժանի չի մեր մոտ։ Օրենք պետք է լինի, որ բանակում չծառայած մարդիկ, կանայք եւ տղամարդիկ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն, ընտրովի կամ նշանակովի։ Այ որևէ, ես ասում եմ, որ կարելի է ներառականության ռեժիմով մի քանի տոկոս հատկացնել հաշմանդամների համար։ Մարդը, որ օբյեկտիվորեն չէր կարող բանակում ծառայել, նրանց համար քվոտա սահմանենք։ Բայց առողջ մարդը, արական սեռի կամ իքական սեռի, չի կարող ընտրվել ընտրովի պաշտոնում, չի կարող նշանակվել նշանակովի պաշտոնում։ Այսինքն պետք է հավակնորդները, ովքեր որ այդպիսի ամբիցիաներ ունեն պետական պաշտոն զբաղեցնելու, նրանք պետք է իմանան, որ բանակում չեն ծառայել, ուրեմն չեն կարող հայրենիքին այլ ձևով ծառայել, չեն կարող ծառա լինել նրանք ընդհանրապես։ Տեսեք, օրինակ, օրենք դրա մասին, ասում եմ, օրենք աղջիկների զինվորական, պարտադիր զինվորական ծառայության մասին, Բայց այդ մենք չշեղվենք, էլի։ Ներողություն, այնպիսի բանակ, չես կարևոր եմ համարում դա, մենք այնպիսի բանակ, այնպիսի զորանոց, այնպիսի կանոնադրություն պետք է ունենանք, որ առանց անհանգստանալու մեր աղջիկներին ուղարկենք բանակ։ Ես ասում եմ 3 ամսով, 6 ամսով, Իսրայելում 2 տարի է աղջիկների ծառայությունը, պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է, տղաներինը 3 տարի։ Տեսեք, անելիքներ ունենք, որպեսզի մեր հարևանները չհամարձակվեն մեզ այդ հակամարտության մեջ մտնել։ Օրինակ, կրթություն եւ կարգավիճակ, հատուկ կարգավիճակ պետք է ունենան մեր բանակայինները, արտոնյալ կարգավիճակ, անհրաժեշտ է դա։ Ճողոպրածները ավելի մեծ հարգանք ունեն, ավելի լուրջ կարգավիճակ ունեն մեր հանրապետությունում, քան թե բանակից ճողոպրածները, քան թե իրենց քաղաքացիական պարտքը կատարած մարդիկ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպես բանակից ճողոպրած, ինչ կարգավիճակ։ Պետք է չզբաղեցնել այդ պաշտոնը։ Չաջակցեիք 18 թվականին։ Ես դրա համար ասում եմ, օրենք պետք է լինի։ Աջակցել ենք մերժելու համար։ Արտգործնախարար բոլոր պաշտոնյաներին մենք հարկադրված ենք, այդպես չպետք է լինի։ Դրա համար մենք պարտվում ենք, դրա համար մեզ հետ բարձր ձայնով են խոսում, հոխորտում են։ Պետք է իմանան, որ մեր պաշտոնյաները նախկին զինվորականներ են, նախկին զինվորականությունը միլիտարիզացիա, յունկերների մասին չենք խոսում մենք, յունկերիզմի մասին չենք խոսում։ Անձնազոհության խնդիր եմ ես դնում։ Այ մեր հակառակորդը պետք է իմանա, որ մեր քաղաքացիները անձնազոհ քաղաքացի են, մերոնց հետ չի կարելի։ Այսինքն, եթե մենք ունենայինք բանակում ծառայած երկրի ղեկավար, մեր վիճակը ավելի լավ կլիներ։ Այո, իհարկե։ Իհարկե լավ կլիներ, բայց դա ենք խոսում, էլի, դա անձնազոհության խորհրդանշանն է։ Բայց միջով Նիկոլ Փաշինյանը մենք 2 բանակում ծառայած պատերազմի միջով անցած ղեկավար ենք ունեցել։ Լավ էր այդ ժամանակ մեր վիճակը։ Տեսեք, դա բավարար պայման չէ, անհրաժեշտ պայման է, բայց բավարար չի։ Բանակում ծառայելը անհրաժեշտ պայման է, բայց դա բավարար չի։ Պետք է նաև այլ պայմաններ ապահովի Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Կամ պաշտոն զբաղեցնողը ոչ միայն բանակում պետք է ծառայի, նա պետք է բարեկիրթ լինի։
Ես պետք է ասեմ, նա պետք է հայրենասեր լինի։ Նա պետք է արհեստավարժ լինի։ Տեսեք ինչքան բան կա, այ դրանք բոլորը միասին ես առաջի տեղը համարում եմ անձնազոհությունը։ Բանակում ծառայելը դա ոչ միայն կյանքից մի քանի տարի, մի քանի ամիս նվիրելն է հայրենիքին, այլ նաև անձնազոհության, անհրաժեշտության դեպքում կյանքը վտանգի ենթարկելու պատրաստակամության մասին է։ Ընդամենը դա։ Պետք է հիմա այն գերտերությունները, որոնք ողջունեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի վերջնական համաձայնեցումը, հիմա որևէ կերպ արձագանքեն նրան, որ ադրբեջանական կողմը վիժեցնում է գործընթացը, թե ոչ։ Մենք պետք է իրենց օգնենք, որպեսզի արձանագրեն։ Մենք պետք է արձանագրենք եւ իրենց տեղյակ պահենք, ասենք դուք անվստահելի իշխանության հետ գործ ունեք։ Ձեզ էլ չեն հարգում։ Դուք ասում եք գերտերություններ, մենք ուրիշ տերմինով հարգարժան պետություններին ասում ենք ձեզ չեն հարգում։ Կրվածնենք։ Մենք ձեզ չեն հարգում։ Ձեր խոսքը չեն հարգում։ Այն դա պետք է ասենք, մենք պետք է այդ ուղղությամբ ջանք թափենք։ Հոգեբանական եւ գաղափարական զինանոցում դա օգտագործենք։ Բան անում է իշխանությունը այդ ուղղությամբ քայլեր անում է, թե ոչ։ Կարծում եմ, որ այդ ուղղությամբ իշխանությունը թերանում է։ Թե Նիկոլ Փաշինյանը մի ժամում եք ստատուս ա գրում, դա բավարար չի։ Այդ ճակատ ասենք, մերոնք թերանում են։ Դե մայիսի 9-ին որ գնա Կարմիր հրապարակ պարադի մասնակցի, աղա Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի ղեկավարին, Բելարուսի ղեկավարին ասի, որ Ադրբեջանը չի ստորագրում։ Ձեր դաշնակիցը, ում որ դուք ասացիք, Ռուսաստանին, Բելարուսին եւ Ղազախստանի ստրատեգիական դաշնակիցն է։ Թուրքական կամ ռուս-թուրքական կամ բելարուս-թուրքական։ Այդպիսի դաշինքներ կան, իրենք այդպես ռազմավարական դաշինքներ ունեն, մենք պետք է ասենք, որ դուք ընդհանրապես կասկածելի եք։ Դուք կասկածելի եք։ Ձեր բարեկամը անվստահելի է, դուք էլ եք ուրեմն անվստահելի, որովհետև բարեկամություն եք անում նրա հետ, նրա դաշնակիցն եք։ Ասեք ով է ձեր դաշնակիցը, ասեմ ով եք դուք։ Մայիսի 9-ին թողասի Նիկոլ Փաշինյանը կամ հետը տանի այդպիսի մի պլակատ։ Բայց պետք է ընդհանրապես գնա, թե ոչ։ Այո, պետք է գնալ։ Այդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է։ 53 պետություն հակահիտլերյան կոալիցիա։ Մենք այդ 53-ի մեջ ենք, սովետական միությունում մենք անձնազոհ եւ քաջաբար կռվել ենք նացիզմի դեմ։ Մենք իրավունք ունենք այդ տոնը նշելու։ Անցած տարի բա ինչի չնշեցինք։ Բերլին մտել ենք մեր բանակը։ Անցած տարի չնշեցինք, այսինքն մի տարի նշում ենք, մի տարի չենք նշում։ Եթե նշում ենք, եթե դրա կարիքը կա, եթե Գերմանիայի հետ մեր հարաբերությունները այնպեսին են, որ մենք պետք է ասենք, որ դուք ձեր երկիրը 1945 թվականին պարտվել է, մեր բանակը, մեր էթնիկ հայերը, մեր բանակ, երբ որ ասում եմ սովետական միության բանակը եւ հայկական դիվիզիան հատուկ մտել է Բերլին հաղթական։ Մենք պետք է դրանով հպարտանանք երկու պատճառով, որ նացիզմը պարտվել է, մենք հաղթել ենք եւ որ մենք ակտիվ մասնակցել ենք դրան հաղթանակին։ Ես կարծում եմ, բայց կուզենայի, որ Հայաստանում դա նշվեր։ Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար պետք է Հայաստանում դա նշեր։ Հիմա որ գնա կանգնի նրանց կողքին, դա ինչ է դրանից ստացվելու։ Նրանց այդ շքախումբն է ինքը զարդարելու։ Նրանց գործին ինքը օգնելու է, ավելացնելու է, այդ քարոզչական բանին ինքը ավելացնելու է։ Դրա դիմաց ինչ է ստանալու, ես այդ կուզենայի, որ իմանամ իսկ ինչ ենք մենք ստանալու, ինչ գին ունի
ապրանքային, ֆինանսական Թրամփն է հիմա փորձում Վլադիմիր Բարոյի- Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել Հայաստանի ղեկավարն ինչու՞ չպետք է գնա։ պետք է կարգավորի, ես ասում եմ, որ պետք է մեր հարաբերությունները գերտերությունների հետ, մանավանդ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ պետք է լինեն լավ։ Մենք պետք է նրանց հետ կռիվ չանենք։ Հերթով ասեմ Չինաստանի, Ռուսաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների հետ մենք չպետք է կռիվ անենք։ Բան է փոխվել Ռուսաստանը խորտակվող նավ չի։ Խորտակվող նավի հետ մենք չպետք է կռիվ անենք եւ առավել եւս նրա մակույկներից մեկը չլինենք։ Խորտակվող եւ չխորտակվող գերհզոր պետությունների հետ մենք չպետք է կռիվ անենք։ Բայց արժանապատվություն պետք է ունենանք ոչ ասելու իրավունք պետք է ունենանք ու այդ ոչ ասելու իրավունքից օգտվենք։ Այն ինչ որ մեր շահերից չի բխում, ինչ որ վտանգավոր է, դա պետք է մենք չանենք։ Արժանապատվություն ունենանք, համարձակություն ունենանք, ոչ ասելու համարձակություն պետք է ունենանք։ Ես համարում եմ, որ Մոսկվա այցելելը ընդհանրապես ունի գին։ Դա լուրջ քայլ է, Հայաստանը մեծ զիջումների է գնում, մեծ օգուտ է տալիս Ռուսաստանին իր ներկայությամբ։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ հայտարարվում է Ռուսաստանի դաշնակիցը, դա շատ թանկ արժի։ Այդ քաղաքական հայտարարությունը շատ թանկարժեք բան է։ Այս ուզում եմ, որ մերոնք դա իմանան եւ ասեն, որ գիտեք, երբ որ դուք մեզ հրավիրում եք Մոսկվա, դա թանկարժի։ Ու ես ուզում եմ տեսնել, ինչ արժի դա։ Դա քանի ինքնաթիռ է։ Դա ինչ քանակությամբ բարութ է, վառոդ է։ Պորախ, ինչքան է դա, քանի տակառ է։ Ինչքան նավթ է, ինչքան գազ է։ Քանի միլիարդ դոլարի ապրանք է։ Այդ դա պետք է լինի, այդ այցելությունը գին ունի։ Այս ուզում եմ իմանալ, ինչ արժի դա։ Գինը ուզում եմ տեսնել, գուցե չարժի։ Այ հիմա դա ասեն, գուցե չարժի գնալ։ Չարժի մանրանալ։ Չարժի նրանց կողքը կանգնել։ 53 պետություն հաղթել է նացիզմին։ Գուցե ուրիշ տեղ գնանք կանգնենք, ուրիշ հաղթողի կողքի կանգնենք, ուրիշ հաղթողներ կան, նրանց կողքին կանգնենք։ Ում կողքը օրինակ։ Ովքեր որ շատ կտան, սակարկելու բան է, ով շատ կտա։ Ես համարում եմ մեր երկիրը կարևոր երկիր, մեր այցելությունը կարևոր այցելություն։ Մեր համաձայնությունը նրանց կողքին կանգնելը թանկ արժի է, ես ուզում եմ իմանալ արժի բռնապետների կողքին կանգնել, ինչ գին ունի դա։ Ընդամենը դա։ Եթե չէ, մենք հաղթել ենք, մեր մոտ կնշեինք։ Օրինակ իմ պապը զոհվել է։ Հարգեինք։ Եվ շատերը մեր Գերդաստանից շատերը զոհվել են։ Բոլոր տղամարդիկ այն ժամանակ չափած, բոլոր տղամարդիկ գնացել են պատերազմ։ Ես ուզում եմ այդ նրանց հարգել։ Պարոն Արշակյան, Ռուսաստանը շատ այսպես մշտապես Հայաստանի քաղաքական process-ների մեջ ներթափանցած է եղել, բայց հիմա Գյումրու ընտրությունների դեպքում բացահայտ է այդ մասին հայտարարվում, որ իշխող կուսակցությունը աջակցում է Քոչարյանի թիմակից Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստան դաշինքի թեկնածուին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Նրանք ասում են, որ այս Եդինյայա Ռոսիայի պատգամավորն ասում է, այս կողմ այն կողմ չընկնենք, ուղիղ ասենք, որ մենք աջակցում ենք Կարեն Սիմոնյանին, դա Մայր Հայաստան դաշինքի թեկնածուն է։ Սա ինչ է նշանակում, որ ներքաղաքական գործընթացներին միջամտություն է։ Կոպիտ միջամտություն է եւ սխալ միջամտություն է։ Կարծում եմ դրանով խանգարում են իրենք։ Այդ թեկնածուն, եթե այդպիսի աջակցություն չունենար, երևի ավելի շատ ձայներ հավաքեր։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լքված երկրի քաղաքացիներ են դաշնակցի կողմից։ Մեր դաշնակից Ռուսաստանը մեզ լքել է, մեզ համար ծանր ժամանակներում, պատերազմի ժամանակ մեզ լքել է։
մեր դաշնակիցը մեզ լքել է։ Դա կոչվում է դասալիք։ Դասալիքը երբ որ հայտարարում է, որ այստեղ կողմնակից ունի, խոցելի է դարձնում այդ կողմնակցին։ Ավելի լավ էր, որ գաղտնի պահեին։ Իրենք պետք է գաղտնի պահեին դա, որովհետև եթե դասալիքը հայտարարում է, որ ինքը այստեղ ունի կողմնակիցներ, նշանակում է նրան նույնպես հայտարարում է դասալիք, դեզերտիր։ Դա ես չգիտեմ, դա արչիծառայություն են ասում ռուսները դրան։ Բայց դա ինչ վտանգներ է պարունակում, երբ որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը մասնակցություն է ունենում, աջակցում է Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության թեկնածուներից մեկին։ Դա անթույլատրելի բան է։ Մեր մոտ պետք է օրենք լինի, որով այն ինո ագենտների մասին 1936 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրենք է ընդունվել ինո ագենտների մասին։ Այդ ինո ագենտների Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդունված օրենքի պայմաններից մեկն էլ դա է, որ մեզ ոչ բարեկամ երկրի միջամտությունը մեր գործերին դա դիվերսիա է։ Դիվերսիայի դեմ պետությունը պետք է պայքարի։ Այսինքն նա պետք է չկարողանա մասնակցել օրենքով, օրենքի ուժով պետք է չկարողանա մասնակցել ընտրություններին, որպես օտար երկրի շահերի ներկայացուցիչ։ Ինոագենտ ես նկատի ունեմ օտար երկրի շահերի ներկայացուցիչ, շահերի պաշտպան։ Բայց իրենք լավ բան են ասում են այդ իշխող կուսակցության պատգամավորներն ասում են կբերեն Գյումրիում ներդրումներ կանենք, տնտեսական կյանքը կակտիվացնենք, ագենտները տնտեսական ակտիվության ուղղությամբ քայլեր են անում։ Ես կարծում եմ, որ դա նույնպես դիվերսիա է։ Չեն կարող անել, եթե նրանք անեին, Հայաստանի տնտեսությունը այսօր այդ վիճակում չէր լինի։ Դա առաջի անգամ չի, որ ասում են, սրանից 200 տարի առաջ էին ասում կգանք, ձեր անվտանգությունը կապահովենք, Արմյանսկայա царство կստեղծենք, Արմյանսկայա царство, հայկական թագավորություն կստեղծենք, Գոնշտեյններն էլ կլինեն ձեր թագավորները, որին մենք դեմ չենք եղել, թող գերմանացի լինի մեր թագավորը։ Էթնիկ ծագումը կարևոր չի թագավորի համար։ Խոստացել են, արել են, չեն արել։ Խոստացել են ապահովել Ղարսի, Վանի, Արդահանի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը խոստացել են, որ կապահովեն Արցախի հայության անվտանգությունը։ Արել են, չեն արել։ Դե տեսեք, մյուս տեխնացուներից Վարդան Ղուկասյանն էլ ասում է ռուսական դրոշը ստեղից դուրս եկավ 3 ժամ հետո թուրքերը Գյումրիում են։ Վախացնում է պարոն Ղուկասյանը ապրանքի է վերածում վախը, վախ վաճառողներ են դրանք, վախ տարածողներ են, այդպես չի կարող լինել։ Եթե լինի, օրինակ ռուսական դրոշը կար Արցախում, թուրքերը մտան, այսինքն 1918 թվականին ռուսական դրոշը կար, բայց հասան թուրքերը Սարդարապատ։ 1990 թվականին ռուսական դրոշը կար, բայց Կալցո օպերացիան 91 թվականին Կալցո օպերացիան կազմակերպեցին զտիչ, էթնիկ զտում կազմակերպեցին Արցախում։ 1920 թվականին դրոշը կար, բայց դրոշը սվինի վրա էր։ Դա է տարբերությունը։ Դրոշը կա, այո, բայց դա սվինի 11-րդ բանակն է, 7-րդ բանակն է, 4-րդ բանակն է, որ նվաճում է Հայաստանը թուրքերի հետ միասին, օրինակ Ղարս Արդահանը Վանը հանձնեցին թուրքերին Օսմանյան, հետ Օսմանյան 18 թվականին օսմանցիներին, հետո էլ հանրապետական Թուրքիային, իսկ բոլորովին վերջերս 3 չառաջի օրը Արցախը հանձնեցին Ատրպատականի թուրքերին, ռուսական բանակը, որպես Վարդան Ղուկասյանը, որպես դասընթաց նվիրում եմ իրեն։ Ապրանք որպես վախը, որպես ապրանք գնորդ չունի Հայաստանում։ Չի հավատում, թող գա Եռաբլուր։ Զոհվել է Վարդան Ղուկասյանը։ Զոհված չի, չէ։ Իսկ կան մարդիկ, որ զոհվել են, կռվել են եւ զոհվել են։
մենք գնորդ չունենք, վախեցող չենք, թող չվախացնեմ։ Գյումրեցիները վախեցող չեն։ Գյումրեցիները չեն վախենում։ Մենք կկռվենք, մեր դաշնակիցները կկռվեն, հայկական Մենք դաշնակից ունենք։ Հապկին նկատի ունենք։ Չէ, հապկը մեր դաշնակիցը չի։ Նրանք ավելի կարևոր դաշնակից են Թուրքիայի հետ, հապկի իրենք հայտարարել են։ Բա ով են մեր դաշնակիցները։ Մեր դաշնակիցները այսօր նախկին Անտանտան է, այդպես ասեմ։ Մինսկի խմբի համանախագահները։ Հա, պարզապես այդ Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիան 25 անգամ ավելացրել է ուղիղ ներդրումները Ադրբեջանում 24 թվականի ընթացքում։ 2000 անգամ կարող ավելացնի։ Մեր անվտանգությունը 1918 թվականից 20 թվականը ապահովել է Ֆրանսիան։ Հայկական պետության գոյությունը Անտանտայի հաղթանակի արդյունք է, ընդհանրապես սովետական Հայաստանի գոյությունը նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Անտանտայի մյուս պետությունների ջանքերով է։ 1990 թվականին հիշենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի հայտարարություն արտաքին գործերի, որ Հայաստանը պետք է գոյություն ունենա, արաքս գետը չպետք է անցնի թուրքական բանակը։ Դա լուրջ սպառնալիք է։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե աշխարհագրություն չգիտեն թուրքերը դրա համար արաքս գետը չեն անցնում, սխալվում է։ Նրանք աշխարհագրություն գիտեն, բայց չեն ուզում, որ թուրքական պետությունը լուծարվի։ 1918 թվականին թուրքական պետությունը լուծարվեց։ Այնպես որ փորձ կա։ Եվ այն ուժերը, որոնք որ պատրաստ են թուրքական պետությունը լուծարել, նրանք կան եւ բավական լուրջ պետություններ են։ Կան նրանք թող առիթ տան թուրքերը, առիթ տան լուծարման համար։ Այնպես որ դա միայն հայերիս գործը չէ։ Թուրքերը ոչ մի հարևան ու դաշնակից պետություն չունեն։ Բոլոր հարևանների հետ նրանք խնդիրներ ունեն, լուրջ խնդիրներ։ Թվարկեն Բուլղարիան, Հունաստանը, Սիրիան, Իրաքը, Իրանը, Հայաստանը։ Բոլորի հետ նրանք։ Դե Հայաստանը չեզոքացրել է խնդիրը։ Ոչ ոք չի չեզոքացրել։ Ոչ, ասել է մեր համար առաջնահերթություն չի։ Մենք առաջ չենք ընկնում ուղղակի։ Մենք պատերազմ չենք հայտարարում։ Առիթ որ լինի, մենք մեր խոսքը կասենք։ Մեր վարոտը պետք է մենք չոր պահենք այնտամենը։ Բայց երբ որ ասում են ցեղասպանության հարցը մեր համար առաջնահերթություն չի, դա չի նշանակում մենք փակել ենք Թուրքիա դրան։ Նիկոլ Փաշինյան թուրք լրագրողներ է բերում եւ նրանց ներկայությամբ է Նադաև նրանց չի բավարարում, որ նրանք Երևանում տեղական լրատվամիջոցներին են ասում, նրանք միլիոններ են ծախսում, Թուրքիայից լրագրողներ են բերում, որ ասեն, որ մենք Արարատից հրաժարվել ենք, հայոց ցեղասպանության հարցը մեր համար առաջնահերթություն չի։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Ես կարծում եմ։ Դուք չեք լսել այդ հարցազրույցը։ Համաձայն չեմ ասում, որ ես դեմ եմ այդ հայտարարություններին։ Մենք չենք կարող հանցագործին ներել։ Մենք գործ ունենք հանցագործության հետ, եւ այդ հանցագործությունը միջազգային ճանաչում ունի։ Մենք չենք կարող դա ներել, դա փաստ է։ Մենք դա չենք կարող ուրանալ։ Մենք այդ իրավունքը չունենք։ Մենք զրկվել ենք հայրենիքից։ Մենք զրկվել ենք մեր հայրենակիցներից։ Մենք չենք կարող դա ուրանալ, չենք կարող մոռանալ։ Մենք աշխարհագրական անունները չենք կարող փոխել, չենք էլ ուզում փոխել։ Արարատ է։ Մեր ծագումը մենք չենք ուրանում։ Մենք վանեցի ենք, մշեցի ենք, սասունցի ենք։ Բա Դիլիջանցինով է, Իջևանցինով է, վանեցի ու սասունցի են։ Մենք բոլորս աշտարակցինով է։ Այո, աշտարակցին նույնպես վանեցի, սասունցի, արցախցի է հիմա։ Մենք մեր հայրենիքը Չէ, ես որ այս բնակավայրերը թվարկում եմ, դա Նիկոլ Փաշինյանի միտքն է, ինքն է այդ հարցը առաջ առաջ բերում։ Ես այնտեղից եմ, կարևոր չի իմ ծագումը որտեղից է։ Եթե ես հայ եմ, ես ուրեմն վանեցի եմ, ղարսեցի եմ, մշեցի եմ, սասունցի եմ։
Լավ, այդ ուրանալ դա։ Թրամփի բանագնացն է խոսել հակամարտությունների կարգավորման Միացյալ Նահանգների միջնորդության մասին եւ անդրադառնալով տարբեր երկրների միջև այս պատերազմական իրավիճակներին նա ասել է, եթե ես չգիտեմ, որ միջնորդ լինելով կարող եմ կայունություն ապահովել, ինչու պետք է իմ ժամանակը ծախսեմ եւ ավելի վատ ինչու պետք է Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ, դա նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում է ասել, այսինքն իրանք ասում են մենք վստահ չենք, որ միջամտենք կկարողանանք խնդիրը լուծենք, ուստի եւ հնարավոր է չմիջամտեն էլ, հա։ Դուք այդ հայտարարությունը Թրամփի բանագնացի ինչպես եք ընկալում։ Համարում եմ, որ գերազանց հայտարարություն է, իրատեսական հայտարարություն է։ Միջնորդը այդպիսի կարգավիճակ ունի, եթե մեջը հաշիվ չունի, դրան գործարարներ են, չէ՞, նաև հաշիվ չունի, ինչի պետք է դրան վրա ժամանակ կորցնի։ Դրա համար մենք պետք է դառնանք նրա դաշնակիցը, նա պետք է շահ ունենա մեր մոտ խաղաղություն, կայունություն ապահովելու համար, նա պետք է շահ ունենա։ Մենք ասում ենք անշահախնդիր ձևով եկեք մեր շահը պաշտպանենք։ Ես ասում եմ այդպես չի լինում։ Այդ դրա համար է ասում, որ մենք լուրջ եւ բավարար ջանքեր չենք թափում դաշնակիցներ ունենալու համար։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները լինի մեր դաշնակիցը, ուրեմն նա պետք է շահ ունենա։ Շահ ունի Ամերիկան այստեղ։ Եթե չունի, դուք նոր ասացիք, որ ֆրանսիացիները միլիարդներ են ներդնում Ադրբեջանում, շահ ունեն։ Այդ շահը այստեղ էլ պետք է ունենան։ Այդ շահը կարող է լինել ոչ թե էներգետիկ, այլ քաղաքական, աշխարհագրական շահ։ Այ մեր իշխանության խնդիրն է դա շահագրգիռ երկրներ գտնել, որոնք որ ուզում են, որ այստեղ լինի կայունություն եւ խաղաղություն։ Մեր հաղթանակը ուզող երկրների հետ մենք պետք է լինենք դաշնակից։ Մի քիչ առաջ մենք դա քննարկեցինք։ Եթե Ղազախստանի շահերը չեն համընկնում մեր շահերի հետ, եթե Բելոռուսի շահերը չեն համընկնում մեր շահերի հետ, եթե Ռուսաստանի շահերը չեն համընկնում մեր շահերի հետ, նրանց շահերը համընկնում են մեր թշնամու շահերի հետ։ Այսինքն մենք նրանց թշնամի երկիր ենք, ու մենք նրանցից օգնություն ենք սպասում, ու զարմանում ենք, որ այդ օգնությունը չի գալիս, ուրեմն մենք էլ պետք է ունենանք մեր դաշնակիցները, շահ ունեցող դաշնակիցները։ Շահը կարող է լինել եւ գաղափարական, օրինակ քրիստոնեական համերաշխություն։ Օրինակ, կամ այլ։ Ես ասում եմ, որպես ֆորպոստ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդի թիկունքում ընդհանրապես հայկական պետության գոյությունը մի քանի դար պայմանավորված է եղել դրանով։ Հռոմեական իմպերիան Պարսկաստանի, Պարթևստանի թիկունքում դաշնակից ունենալու համար աջակցում էր հայկական պետության գոյությանը։ Աջակցում էր։ Այսինքն անընդհատ հայկական պետությունը եղել է խաղացող գործոն սուբյեկտ քաղաքական։ Հիմա էլ պետք է այդպես լինի։ Մենք իրավունք չունենք ասելու, մենք ուզում ենք լավ ապրել ընդամենը, չէ՞, մենք պատրաստ ենք նաև խաղաղություն արտահանել, զինվորական ուժեր արտահանել, դաշնակիցներին աջակցել, ոնց որ մտանք Բերլին 1945 թվականին։ Այդպես հայկական պետությունը պետք է դաշնակիցներ ունենա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր դաշնակիցը չեն, փաստաթղթերով։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Մենք զինվորական դաշինք ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, զինվորական դաշինք ունի։ Այդ զինվորական դաշինքի դեմ մենք նույնիսկ պատրաստ ենք կռվելու ըստ ուրիշ պայմանագրերի։ Օրինակ ռուսական բազան ՆԱՏՕ-ի դեմ է։ Ռուսաստանը պատերազմի մեջ է ՆԱՏՕ-ի հետ այսօր Ուկրաինայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կռվում են, փորձում են հաշտվել, փորձում են խաղաղություն հաստատել, բայց մենք ասում ենք, որ մենք Ֆրանսիայի հետ ռազմական դաշինքի մեջ չենք, Բրիտանիայի հետ ռազմական դաշինքի մեջ չենք։ Մեր անվտանգության համակարգը նրանց անվտանգության համակարգի հետ դաշինքի մեջ չի։ Ներգրավված չենք այնտեղ։ Մարդասիրական օգնություն է ընդամենը։ Նրանք մարդասիրաբար ապահովում են մեր երկրի գոյությունը ու անվտանգությունը մասնակցորեն։
Բայց Թրամփի վարչակազմը ի տարբերություն Բայդենի վարչակազմի կարծեք թե հակված չէ նույն ջանասիրությամբ այդ գործընթացը իրականացնել։ Չէ, շատ լուրջ անում են մարդիկ զինադադար են սկսել, արդեն որոշ հաջողություններ ունեն Ուկրաինայում։ Օրինակ էներգետիկ համակարգը այլևս չեն ռմբակոծում։ Բանակցությունները պատերազմը դադարեցնելու խնդիր է դրել Ամերիկայի Միացյալ Նահանգները իր առաջ խնդիր է դրել։ Կողմերին ստիպում է, պարտադրում է խաղաղություն։ Իսկ հայ-ադրբեջանականի մասով ինչ է անում։ Չենք դիմել, մենք դիմել ենք, մենք չենք դիմել։ Մենք չենք դիմել այդ իմաստով։ Որպես դաշնակից, որպես օգնություն ստացող պետություն մենք չենք դիմել Միացյալ Նահանգներին։ Մենք դիմել ենք Ղազախստանին եւ Ղրղըզստանին, նրանք էլ ասել են աշխարհագրությունից լավ չենք, չգիտենք դուք ձեր սահմանը որտեղ են։ Ռուսաստանը հայտարարեց, ասես մենք ձեր սահմանները չենք ճանաչում, որտեղ գանք ձեզ պաշտպանենք։ Ձեր երկրի սահմանները մենք չենք տեսնում, որպեսզի գանք ձեզ պաշտպանենք։ Բա ինչու է զորավարժությունների համար զորք զենք ուղարկում Ամերիկան։ Դե ես ասում եմ, դրանք քայլեր են պատրաստակամության, ասում եմ, բարեգործություն է դա, մարդասիրական ակցիա է։ Նրանք ասում են, որ որպես քրիստոնյաների հիմա քրիստոնյաները այնտեղ եկել են իշխանության։ Իրենք այդպես հայտարարում են։ Չէ, բայց Թրամփը հետ կանգնեց իր այդ բանից քրիստոնյաների մկրտությունից Արցախի քրիստոնյաների խնդրով նա չի զբաղվում։ Մենք չենք զբաղվել։ Խոստում էր մենք գնացել հանձնվել ենք։ Չէ, նա մենք գնացել հանձնվել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հակառակորդին։ Այո, եւ այդ հանձնված վիճակում նա իր քարոզարշավի ժամանակ խոսել է։ Հակառակորդին իր հակառակորդի զորքը հրավիրել է Արցախ։ Հակառակորդին հրավիրել են Արցախ։ Հակառակորդի զորքը հրավիրված էր Արցախ եւ դատարկված էր արդեն Արցախը, որ նա քարոզարշավի ժամանակ խոսում էր արցախահայության խնդիրների վերադարձի մասին։ Դուք խոսակցության մասին եք խոսում, դե փաստորեն մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հակառակորդին հրավիրել ենք Արցախ։ Այսինքն նա երբ քարոզարշավի ժամանակ արցախցիների խնդրի մասին էր խոսում, չգիտեր որ Սիրություն է դա, չգիտեր, ասում էր որ մենք եթե գենոցիդ լինի, ձեր հուշարձանին ծաղիկներ կդնենք։ Դուք դիմեք մեզ։ Նրանց շատ պատասխանատու պաշտոնյան Բոլտոն ազգանունը եկավ ասեց մենք լավ զենք ունենք, դիմեք ստանք։ Ձեր քաշեք մետաղալոմից, մենք զենք ունենք, որով դուք կարող եք ձեր երկիրը պաշտպանեք։ Զենք տանք, կռվեք։ Մենք առայսօր չենք դիմում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չենք ուզում լինել նրա դաշնակիցը։ Մենք ուրիշներին ենք դիմում։ Ես ասում եմ, որ մենք դիմել ենք Ռուսաստանին, խնդրել ենք զորք ուղարկել Արցախ, նրանք ուղարկել են զորք։ Ամերիկացիներն ասում են դուք չգիտեք, ռուսները ոնց հանձնեցին Վանը։ Նախիջևանը։ Հանձնեցին չէ, բա ինչ եք հրավիրում։ Հրավիրել եք դե դա։ Դուք եք հրավիրել, մենք ենք հրավիրել։ Մեր Արցախի ղեկավարությունը հիմա որտեղ է։ Ռուսասեր ղեկավարությունը։ Տեսեք, ես հիմա բանտում չեմ, չէ։ Ես օրինակ չեմ հրավիրում, ռուսական բանակ չեմ հրավիրում, բայց ես հիմա ազատության մեջ եմ։ Ռուսական բանակ հրավիրվողները հատուկ, ովքեր որ ռուսասեր են։ Ես ենթադրում եմ, որ նրանցից մի քանիսը նաև քաղաքացի է Ռուսաստանի ընդհատակյա։ Նրանք բանտում են, այսինքն ռուսները ինձ եւ ձեզ եւ ձեր ունկնդիրներին համոզելու համար ի ցույց իրենց հավատարիմներին հանձնեցին Ադրբեջանին Բաքվում նրանց դատում են կես նախադասությունով կեսը նախադասությունը չավարտված մի հայտարարությունով Ադրբեջանը բաց կթողնի ռուսասեր պաշտոնյաներին բայց այդ հայտարարությունը չի անում Ռուսաստանը չի ասում բաց ինչու է լռում Վլադիմիր մեզ դաս է տալիս Ռուսաստանը ասում է ինձ մի վստահեք դա մարդասիրական է ասում է ինձ մի վստահեք Ռուսաստանին հավատարիմ մարդիկ բանտում են Ռուսաստանում հավատարիմ նահանգները օտարված են Հայաստանից ինչ անեն ռուսները ուրիշ ինչ անեն ես պատմական էքսկուրս չեմ անում 1915 թվականին դա նախորդ անգամ արեցինք հա
Չկան, չէ, դա չարժի։ Ես ասում եմ, այսօր բոլոր նրանք, ովքեր որ այսօր Բաքվի բանտում են, դրանք հայտնի են որպես ռուսական օրիենտացիայի, այդպես ասեմ, կողմնորոշման ջատագովներ։ Ռուսները հատուկ 10 միլիոն հային ասում են, տես ինչ է լինում քաղաքական գործիչների հետ, երբ որ նրանք հավատարիմ են լինում Ռուսաստանին, ռուսական կողմնորոշում ունեն, գնացեք դատարան, լսեք դատական process-ին մասնակցեք։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։